Արի, Նիհարի, գերեք չկա իր, արի տեսնում հələ ոնց լուծվել ես։ Հա, հեսա ես քեզ արի, գերից բացի նաև դեղ պիտի խմացնեմ մի րոպե։ Սպասի, սա պիտի խմես համբերի, չգիտի ինչա, համբերի։ Միսիկների հետ այնպես խմեց դեղը, ճիճվաթափի, որ չզգաց։ Ձեր սիրուն, դեղը խմելով համբերի։ Հիմա գերեք խելոքս դեղը խմեց, հիմա ուտում էր, դու գեր ես գնացի, բայց ոնց որ մի քիչ լծվել է, ամեն դեպքում նաև դեղը տվեցի, լավ պահի քեզ սիրունս, ասացի փորձեմ անձայն գամ անցնեմ, որպեսի իրարով չանցնեն, բայց Ավրորայի նվնվոցը լսեցիք ու Սաբել մի անցի գալիս եմ, Սաբել, դե, ենկո, Սաբել բրդում ես, մի հատ հասկանում ես, կգցես ինձ հասկացա, վայ, այ հիմա նոր ես անցնեմ, որ չգցեն ինձ, որցուկ կլինի մի ձայնի չհաչած, ոչ, գժվեցին ուրախությունից հասկացա, եկեք իրար, եկեք, որցուկ, վայշ, գնացեք խելոք նստեք, որ կերտամ, թե չէ չեմ տա, խելոք, Զաբելին հանգիստ թողեք, կերեք, ասորտի այսօր կերերի, երեկոյան մինուս է եղել, ցրտել է, կերեք ես փորձ եմ մտնել փիսիկների մոտ, իրենց էլ կերակրեմ, մի խոսք գործ արեցի, Նիհարիկին դեղը խմացրեցի, ճիճվաթափի ու մնացած ամեն ինչի համար և կերակրեցի, լավ եղեք, պատուհանի մոտ ինձ սպասողները, ես լունտիկնա, նա էլ մունտիկնա, մի հատ ներս անցեք, ներս անցի, գալիս եմ գժուկ, դու էլ ներս անցի, վազեք, եկակ, ուր ես գնում այ գիշ, հարի կերակրեմ, գերեք ու ձեզ լավ պահեք, չաղլուկներս, չգիտեմ սիրուններս ինչ կլինի վաղը, բայց այսօր կերեք, հաջողություն սիրուններս, ձեզ լավ պահեք, անփորձանք եղեք, կհանդիպենք, այսպես դեռ արևը դուրս չեկած շտապում կերակրել միած, իսկ Սամը լարում էր մյուս շներին, ես ինչա բերանից, գցի հլը, հետո, խելոք մնա, ինչ եք Նիհարիկը չնայած գերել է, եկեք, ձեզ երկուսի կերտամ, իմ գժուկներ, կլինի են կողմը կերեմ լցրել, իրար հետ կռիվ անելու փոխարեն գնաք բոլորով ուտեք, վայ, լավ դուք ձեր հաշիվները, ցրտին որտեղ են բաց պարվել սիրուններս, վայ, բարև, մեկն էլ կասի կթողնես դիպչեմ, քո ոտն ինձ արդեն իսկապես անհանգստություն է պատճառում, կոտրված բան չլինի, չգիտեմ, լավ, եկեք տեսնեմ հլը, արցուկն էլ հեռվից եկավ, բա սպիտակը, ուրա, հասկացա, բայց տեսնեմ դնում է գետնին, ուղղակի, չգիտեմ, եկեք, ուղղակի ինքը վախկոտ շուն է, ինչպես այս մյուս շները չի թողնում իրեն մոտենալ, ձեռք տալ, բռնել, ինչը խնդիր է, չեմ կարող, հա, սպիտակս, այսո տեսնեմ, ոնց որ դրեցիր, օգտագործի հլը տեսնեմ, կարողանում ես, հաստորեն դնում ես ոտքդ գետնին, այսինքն եթե այսպես դնում է, նշանակում է դժվար ունենա կոտրված, քալի մի րոպե այս կողմից եմ նայում, գժու, տեսեք, հա, նշանակում է դժվար, կերեք, սիրուններս, ամենակարևորը կերեք, որ դիմանաք ցրտերին,
Չգիտեմ, եթե դնում է ոտքը և կարողանում է ձգվել, դժվար կոտորված կլինի ամեն դեպքում։ Շունը վաղկոտ է, ձեռք տալ, բռնել, չի թողնում։ Իրականում այս բոլոր շները վաղկոտ են։ Ինձ քիչ թե շատ միայն արջուկն է, որ վերջին շրջանում առհասարակ թողնում է դիպչել։ 8 տարվա շուն սպիտակս անհնար է, չեմ կարող անգամ մատով դիպչել նրան։ Տոպրակները դատարկեցի ու գնաց։ Բոլորը ուտում են։ Այնինչ այս ցրտերին նրանց կարողանում է պահել, որպեսզի գոյատևեն, վաղկոտ շներ, որոնք մարդամոտ չեն կարող գնալ շենքեր և մարդկանցից ուտելիք խնդրել։ Իսկ աղբանոցներում անհնար է բան գտնել, որովհետև նաև աղբամանները փակ են։ Եթե մարդիկ ինչ-որ բան դնեն, հա, եթե չէ։ Բարեբախտաբար այսքանին ես, չգիտեմ, գերմարդկային ճիչերով փորձում եմ հասցնել, որպեսզի գոնե նրանք սոված չմնան, և առհասարակ շրջում եմ Բյուրեղավանի փողոցներով, տեսնելով անօթևան սոված կենդանիներ, որոնք գրեթե բոլորն ինձ ճանաչում և վազում են ընդառաջ։ Ախր ինչ, եկեք էլ հասել էստեղ, հələ անցեք ձեզ մոտ։ Անցեք, եկեք շունիկների տարածք։ Անցեք խելոքներս, առանց ձեզ կերակրել ուր պիտի գնամ։ Անցեք։ Մի հատ խմբով գնացեք մտեք ներս։ Հա, թաթիկով ես անում։ Ախր ինչ սիրունն են, փոփուկ։ Այ, դու գնա Գամփր, դու փիսիկների հետ գործ չունես։ Վախեցան փախան, բայց կերել լցրել եմ։ Հիմա կգան հերթով, շարքով կուտեն։ Ինչ ես նվիկ անում, Գամփրիկ։ Մյուսն էլ այնտեղ է սպասում։ Արի, դու փիսիկների հետ գործ չունես։ Սա էլ է մեկ-մեկ շատ սիրուն փիսիկների կեր։ Շատ լուրջ դեմքը էստեղ է սպասում։ Բարի լույս։ Այս մեկը ու արջը շատ լուրջ դեմք են։ Ինչքան էլ ուզում այս մյուս Գամփրը խաղա, նրանք ասում են ոչ։ Հա, սիրուն Գամփր, դու այստեղ կեր, դու արի, ես գիտեմ։ Դու գալու ես ինձ մոտ, արի գնանք, արդեն կեր չկա։ Խամել բացեմ, որ քեզ տամ։ Տես սիրունիկն էլ սպասում է, մի հատ տես ոնց է պարելով գալի, ոտքերն առաջ տալով բալետի պարուհու պես։ Չէ, նայեք, գժուկ, ուրախացած։ Լավ, եկեք ձեզ ես մեկից տամ, ես գիտեմ են մեկից դուք չեք ուտում, եկեք։ Սիրունիկը և Գամփրը։ Դե դուք կեր եք պուպուշտից։ Ինչ։ Հետաքրքիր է, այդ հանգիստ լավ, այդ գմփուցի կոչվածները երեխեքը երբ պետք է վերջացնեն։ Դիմում եմ ծնողներին, հետևեք ձեր երեխաներին, խորհուրդ տվեք, մի տվեք գումարներ այդ ամենի համար և միայն այդպես է հնարավոր կանխել։ Քանի որ չկա որևէ պետական ինչ-որ ծրագիր և հնարավոր չէ, օրենք չկա, որը արգելում է վաճառքը։ Բերեցի էլի կերիա տոպրակները, կերի մեշոկները, պարկերը բերեցի թափեցի և էլի կեր տվեցի։ Ավելի շատ են ուտում սովորականից։ Ինչ խոսք։ Ավելացրեցի կերերը, դուք կերեք, ես գնամ։ Հաջողություն սիրուներս։ Վերջացրել ես, նորից կեր ավելացնեմ ու նոր գնամ։ Այս շունն առաջ այսքան չէր ուտում, հիմա բնականաբար ավելի շատ է ուտում։ Ինչ Գամփրիկ, թող ուտի, դու գնա քոնը։ Չնայած մեկ է, եթե մի քանի հատիկ էլ այնտեղ մնա, այն կողմից շունիկները կգան և կուտեն։ Դե լավ, դուք խաղացեք, խելոք խաղաք մարդկանցից հեռու, որ չմտածեն վտանգավոր եք։ Հաջողություն, ես գնացի։ Ինչ փոքր վազում ես։ Արի լավ, արի այստեղ միտեղ հարմարացնեմ քեզ։ Կերակրեմ ու գնամ վերջ։ Փոքր։ Դե կեր, ես գնացի, հաջողություն։ Ես իրան ասում եմ հետ անցի, ինքը այսպես պարկում է, ու այսպես անում։ Հա, հետո որ սիրեմ կգնաս։ Ասեցի հաջող, սիրեցի, ասեցի գնա կեր։ Վայ, գիշ։ Այն կողմի շունիկներին թողած տուն եմ գալի, այստեղ տեսնեմ շունիկներ ու փիսոսա, վազում ես կողմ են կողմ։ Այս է ու սպիտակ շունը, իրականում այս խառնաշփոթի պատճառը, այ այստեղ փակ տեղում սև սպիտակ
ворդ շուն եմ պահում, որին բաց են թողնում ու շենքով մեկ սկսվում է շունիկների վազվզոցը դրսի շների հետ ու մի իսկական խառնաշփոթ է առաջացնում։ Ինչ միաու, արի լավ, արի քեզ, արի գնանք, քեզ կերակրեմ, թե չէ դրսում անհնար, կեր սիրունս, ջուրն էլ խմի, նոր իջացնեմ, թե չէ, դրսում դնում եմ, մարդիկ են, հայացքները, շունիկներ են, այ, այս փիսոն շատ դեմք փիսու է, ինքը իրականում եկավ ու ստիպեց իրեն տիրություն անեմ, ստերջացնեմ, խնամք ապահովեմ, կեր, որ գնաս սիրունս,